Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Ժողովուրդը գրում է, թե ինչու են ձերբակալել, ինչ հիմքով են ազատ արձակել գործարար Ռուբեն Թաթուլյանին, իրավապահները դեռ լռում են։ Հրապարակը փոխանցում է դեսպանները համապետական ընտրությունների նախաշեմին փորձում են իրենց փայը ստանալ իշխանություններից։ Ժողովուրդը տեղեկացնում է, որ յուրաքանչյուր գերատեսչություն պետք է ներկայացնի իր ոլորտի համար սուպեր ծրագիր 2026 թվականի համար։ Հրապարակը գրում է, ԿՊ-ում հասկացել եմ, որ թմբկահարվող խաղաղության կեղծ օրակարգով հնարավոր չեղավ Հարությանը երկար կերակրել, որոշել են կրկին վերադառնալ նախկինների թեմային։ Ժողովուրդը տեղեկացնում է, որ ԿՊ-ում քննարկվել է Ժաննա Անդրեասյանի հնարավոր հրաժարականի հարցը։ Հրապարակը նկատում է Փաշինյանի ընտանիքը մտերմանում է գողականների և հեղինակությունների ընտանիքների հետ։ Ժողովուրդն էլ պատմում է, Փաշինյանը ցուցադրական վերցրել է համակարգիչը, դուրս է եկել, իսկ Ալեն Սիմոնյանը խելոք հետևել է նրան և հետո ընդունել, որ շեֆն իսկապես բարկացել էր։ Հրապարակը տեղեկացնում է, որ Արտակ Դավթյանը կասկածվում է ազդեցության գործակալ լինելու մեջ։ Ժողովուրդը նկատել է, որ Ալեն Սիմոնյանի բողոքը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ գրված է բազմաթիվ տարասխալներով։